Բարև ձեզ, դուք այսօր եկել էիք համալիր եւ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցաք ու այնտեղ միջադեպ տեղի ունեցավ, որն էր ձեր ակցիայի նպատակը։ Մենք ոնց որ եկել ենք իրանց հետ նույն պրոտեստի իրանց հետ համաձայն էինք դրել։ Ցույց եկել ենք ճիշտ դրոշների ներքո էլի, որովհետեւ մենք կոնկրետ իրանք ռուս լինելով իրանք ուկրաինացի չեն ռուս են։ Դեմ են ռուսական կառավարությանը։ Մենք չենք ուզում որ Հայաստանում էլի ռուսական կառավարություն լինի։ Մենք ուզում ենք ես կոնկրետ ինքս անձամբ հայրենասեր եմ, ուզում եմ մեր մշակույթը ու մեր հայրենիքը մնակայուն եւ ռոմանսաշտոն։ Տեսեք, հետ խաղացում չունի, մենք հետ ենք ասենք ու այնտեղ պրոտեստանողների հետ լիովին համաձայն ենք։ Ցույց իրանք մենք մտածում ենք որ իրանք ուղեղը ռուսական պրոպագանդան են գված։ մի փոքր բարձր խոսեք, տեսեք, ձեզ նշում են որ դուք LGBT համայնքից եք։ Ճիշտ է։ Դե как бы չգիտեմ ինչով են այդ ամեն ինչը որոշում բան, since տեսքով կամ բան, կոնկրետ էսյանս չգիտեմ բան, բայց մենք միայն կողմ ենք, մենք բոլորի իրավունքները հավասար ենք։ Որպես Եվրամիություն անդամ, ճիշտ է, այս պրոպագանդա է գնում, իբր որ Եվրամիություն մտնենք, ստեղ միանգամից Pride ինչ-որ պարադներ լինելու բան, բայց դա էլի դա սա ռուսական պրոպագանդան է ներմուծում Հայաստան, որ տենց բաներ չի լինի Հայաստան։ Երբ տեսանյութը հրապարակվեց, դուք էլ էիք, հա, մեկնաբանությունների բաժնում, չէիք պատասխանել այն դիտարկմանը, որ դուք այդ համայնքից եք, եւ առասարակ ինչպես եք, հա, վերաբերվում։ Ես բանը բոլոր մարդկանց հավասար եմ ընդունում, այսինքն ես էլ դիքանքներ ունեմ գե, լեսբիալ, համայնքից ու ես միայն կողմ եմ, որ բոլորի իրավունքները Հայաստան կամ առհասարակ հավասար։ Իսկ հիմա իրավունքները պաշտպանված են այդ մարդկանց։ Դե իրանք որպես Ռուսաստանից եկած ժողովուրդ, իրանք այստեղ իրենց ապահով են։ Իրենք այդ համայնքից են, ճիշտ է։ Դե ընդհանուր եմ ասում, իրենք իրենց ապահով են։ Ում ես իրենց, չգիտեմ, տենց կոնկրետ չեմ հարցրել, իրենց անձնական չեմ։ Իրանք համարում են Հայաստանը շատ ազատ, ասենց ասած, շատ անվտանգ երկիր, բայց ես որպես հայ լինելով այդ հասարակության այդ մասի հետ այդքան համաձայն չեմ, էլի, այսինքն ես չեմ համարում Հայաստանը այդքան բավարար անվտանգ բոլորի համար։ Բայց վերջին տարիներին դուք փոփոխություն չեք տեսնում։ Նկատում եմ, որ դեպի լավն է գնում։ Ես միայն կողմ եմ, որ Հայաստանը դեպի Եվրոպա գնա ու ես դրա մեջ միայն լույս եմ դնում, այսինքն այդքան զբոսաշրջիկ, այդքան ռուս եկել է ու Հայաստանի կողմը էլի։ Ոնց որ իրանք ինքը Վրաստանում էլ ապրել, ոնց որ Վրաստանը ընդհանրապես չի ուզում գնալ։ Ու ասած ասած ինքը Հայաստանը շատ ասում։ Ես էլ իրանց մեր պատմությունն եմ ներկայացնում։ Ոստիկանները երբ ձեզ հեռացրեցին, ինչ-որ բան տեղի ունեցավ, թե բաց թողեցին։ Ասած ասեմ, ինչ-որ բաց թողեցին, ոնց որ այդպես նորմալ են խոսում, բայց ոնց որ sense կոնցեպտով էլի, ասած ասած։ Մեզ ոչ թվում էր ինքը հեռախոսով like location-ն ասեց Telegram-ի անկենին, որ եթե ինչ-որ բան լինի, մեր հետևից կան, էլի, այսինքն մենք վախում ենք, որ կարող են մեզ ծեծի ենթարկել։ Բայց դուք մի բան ասեմ, հա, ես նկատում եմ, որ դուք անհարմար եք զգում ասել, որ դուք այդ համայնքի ներկայացուցիչ եք, դա ինչով է պայմանավորված, գուցե վախենում եք, որ տեսես։ Չէ, ստերեոտիպներն են ինչ-որ sense բան, այսինքն մարդու արտաքինով որոշում համայնք կամ չգիտեմ ինչ-որ։ Ես միայն կողմ եմ, այսինքն ես ժողովրդի մեծ մասը այդքան կրթություն չունի, էլի, որ հասկանա։ Ես որպես մասնագիտությամբ ապագա կենսաբան եմ։ Ու sense ասած կարելի ասել բավականաչափ կրթված եմ։ Հա, գուցե ձեր ընկերոջը հարցնենք, հա, ինքը այդ համայնքից է թե ոչ, եւ ինչպես է վերաբերվում։ Да? А он? Я думаю, воздержусь от этого вопроса. Մենք քանի որ խոսում ենք Եվրոպայից ազատությունից, դրանով պայմանավորված ուզում ենք հասկանալ Հայաստանում ինքն իրեն ապահով զգում է եւ ինչ փոփոխություն է տեսել Հայաստանում վերջին տարիներին։ Безопасность в Армении есть изменения в лучшую сторону? Изменения есть в лучшую сторону. И надеюсь, что они продолжатся. А тебе нравится Армения? Да, мне нравится Армения. Армения очень приветливая. Дают комфорт, скидку, когда мы здесь. То, что вы русские. Смотрите, быть геем-армянином в Армении очень сложно. Вот геем быть русским в Армении очень просто. Хорошо. Իսկ ինձ չի ուզում պատասխանել ինձ։ Չէ։ Հասկանում։ Այսինքն հիմա դուք մեկը ռուս է, դուք հայ եք եւ ուկրաինացի։ Հա, մյուսները։ Դեմ են Ռուսաստանին, թե Ուկրաինան, թե Վրաստան, թե Հայաստան։
Ես անձամբ Երբ դուք ասում եք Եվրոմիություն, ինչ եք անմիջապես պատկերացնում։ պատկերացնում հենց խաղաղությունն է առաջնում մտքից գալի, որովհետև Եվրոմիություն անդամները չեն կարող պատերազմի մեջ լինել։ Հենց մեր խաղաղության հենց բանը տեղից է գալիս։ Այսինքն իրանք այս վերջերս նկատել եմ, դաշտ տուրիստներն են շատացել։ Ու իրանց հետ շփվում եմ, ես Հայաստանի մասին եմ պատմում, որ պատմությունը չմոռանան էլի, ասենց ասած։ Հենց մեր պատմությունը իմանան ու ծանոթ լինեն։ Ես բոլորին ասում որ Հայաստանը Երևանը կոնկրետ 2829 թվականն է, ասենց ասած։ Ոյ 2800 հաստատ չեմ կարող ասեմ, բայց 29 տարով մեծ է Ռոմից։ Բայց օրինակ երբ ասում եք խաղաղություն, դա միայն Հայաստանով պայմանավորված չէ, նաև պետք է Ադրբեջանն էլ ուզի։ Ես TikTok-ով ադրբեջանցի ծանոթներ ունեմ, իրանք էլ են դեմ իրանք կառավարությանը, իրանք միայն կողմ են, որ մեր մշակութային կոթողները Արցախում ոչ աղավաղվեն, ոչ չգիտեմ, դեռ հայկերիներին։ Ես երեք շփվում եմ, հենց ադրբեջանցի ծանոթ ունեմ, ինքը Ռուսաստանում ապրում, ինքն էլ է այդ ամեն ինչին կողմ, որ հայկերիներին Ազատարձակ։ ու մեր մշակութային կոթողներին չկպնեն։ Իսկ օրինակ եվրոպացի առաջնորդները բավարար ջանք գործադրում են հայգերիների ազատարձակման համար, ի՞նչ եք կարծում։ Իրանք ոնց որ ավելի շատ պետք է Ադրբեջանին ճնշեն, դա արդեն Ադրբեջան։ Դուք տեսնում եք։ Շրջափով հա, բայց ոնց որ ուժեղ ճնշում չեմ տեսնում։ Ես դրա համար համամիտ եմ այսօրվա պրոտեստանողների հետ, ես իրանց դեմ ոչ մի բան չունեմ։ Ոնց որ ես իրանց հետ համամիտ եմ, որ պետք է իրանք էլ ճնշեն թե Եվրոմիությանը, թե Հայաստանի կառավարությանը, որ մեր գերիներին ազատ արձակեն։ Տեսեք, ես ճիշտ հասկացա, որ ձեր ընկերները Ռուսաստանից եկել են այստեղ, մասնավորապես գեյ ընկերոջ մասին է խոսքը։ Ռուսաստանից եկել է այստեղ եւ իրեն այստեղ այդ կարգավիճակում ավելի ապահով եւ անվտանգ է զգում, քան Ռուսաստանում։ Ռուսաստանում անգամ ինտերնետում ինչ-որ բան եթե ասում ես բան, անգամից նույն ես եղել եմ Ռուսաստանում, էլի այդ այնտեղ ժողովուրդը վախեցած է։ Ոստեղ ազատ կարողանում ենք ինչ-որ խոսալ կամ արտահայտվել, իսկ այնտեղ, չգիտեմ, եթե sense դրոշով էլ ինձ թվում է անգամից կամ դեպորտ կամ չգիտեմ, Իսկ մասնավորապես LGBT համայնքի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է այնտեղ։ Ռուսաստանում ծանոթներ ունեմ, ասում են, որ վատ է, այդքան չեն սաբանում կամ չգիտեմ, այդքան ազատ չեն, ինչքան կարելի ասել Հայաստանում։ Դրանով պայմանավորված ձեր ընկերը այստեղ ավելի անվտանգ է, չէ՞, իրենց կողմից։ Շնորհակալ եմ։